Նույնիսկ Մերիդիան կենտրոն չհասած տեսանելի են փոշու ամպերը։ Այստեղից քիչ հեռու Հրազդանի կիրճի եզրին ընթանում են COP17-ի համար նախատեսված շինարարական աշխատանքները, սակայն տարածքը տեսանկարահանել մեզ թույլ չտվեցին։ Շինարարական աշխատանքների հետևանքով հողային և քարային զանգվածները լցվել են Հրազդանի կիրճ, հասնելով մինչև Գետի հուն։ Հայաստանը միջազգային հարթակում պարտավորվում է պահպանել կենսաբազմազանությունը, ընդլայնել կանաչ տարածքները և Հրազդանի կիրճին տալ հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ։ Սակայն, ինչպես տեսնում ենք, հանձնառությունը և իրականում տեղի ունեցողը բավականին հեռու են իրարից։ Այս կիրճը շուտով պետք է դառնա Երևանի առաջին բնության հատուկ պահպանվող տարածքը։ Հենց դրա պահպանությունն էլ Հայաստանը ներառել է COP17-ի կենսաբազմազանությանը նվիրված միջազգային համաժողովի շրջանակում ստանձնած պարտավորությունների մեջ։ Սակայն մինչ պաշտոնական հայտարարություններում խոսվում է բնության պահպանության և կանաչ տարածքների ընդլայնման մասին, Հրազդանի շունչը փակվում է։ Այն ինչ որ հիմա տեղի է ունենում Հրազդանի կիրճում, բնության նկատմամբ հանցանք է ուղղակի, որովհետև դա թափոնները իրացնելու տարածք չի որևիցե պարագայում, այլ ես չեմ խոսում նրա մասին, որ COP17-ին հենց նույն Մերիդիանը պատրաստվում է հարթակ տրամադրել եւ այդտեղ պետք է իրականանան միջոցառումները։ Աշնանը Երևանը կհյուրընկալի COP17 համաժողովը։ Միջոցառման հիմնական հարթակը կլինի Մերիդիան Էքսպո կենտրոնը, որի վերակառուցման համար նախատեսվել է գրեթե 6 միլիարդ դրամ։ Սակայն ավականու անդամ Քրիստինա Վարդանյանի խոսքով այդ աշխատանքներին զուգահեռ կիրճի պահպանության ուղղությամբ որևէ տեսանելի քայլ չի իրականացվում։ Նրա խոսքով դեռ 2021 թվականին շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացվել առաջարկ, որպեսզի Հրազդանի կիրճը ստանա հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ։ Անհրաժեշտ փաստաթղթերն էլ են ներկայացվել, սակայն ըստ Վարդանյանի տարիներ շարունակ գործնական առաջընթաց չի եղել։ Վերջերս միայն կրկին հայտարարվեց, որ կիրճը կդառնա Երևանի առաջին հատուկ պահպանվող տարածքը։ Ամբողջ աշխարհում այսօր կլիմայի փոփոխության հետ կապված հատուկ ուշադրություն է դարձվում ուրեմն բնության կղզիներին, որոնք որ կան քաղաքի ներսում։ Իսկ Հրազդանի կիրճը Երևանի համար դա ուղղակի տարածք չի։ Դա Երևանի քաղաք-էկոլոգիական ուրեմն կմախքի հիմքն է, այսինքն այստեղից է ամենը գնում եւ դեռ Թամանյանի ժամանակ այս ամենը դիտարկվել է որպես հիմք, այսինքն սրա շուրջ պետք է ամենը արվեր, որ լիներ գետը, որ լիներ կանաչ այդտենց հսկայական հարյուրավոր հեկտարների ուրեմն տարածքներ եւ այստեղ իհարկե պետք է պաշտպանական աշխատանքներ, պահպանման աշխատանքներ իրականացվեն, որովհետեւ շատ մեծ քանակով կա կենսաբազմազանություն, այդ թվում նաեւ Կարմիր գրքում գրանցված եւ կոպը հենց այս ամենի մասին է։ Սակայն Երևանի ներկայիս բնապահպանական վիճակը ուղղակի թե անուղղակի հակասում է COP-ի բոլոր սկզբունքներին։ Ծառահատումները, նաև մեծ թվով շինարարական թույլտվությունները շարունակում են վնասել քաղաքի բնական միջավայրը։ Այս աղետն ունի իր պատճառները։ Ցավը կայանում է նրանում, որ Երևանի քաղաքապետարանը բնապահպանության վարչության կազմում չունի այն մասնագետները, որոնք ունեն հեղինակություն, գիտական նաև գիտականորեն կարող են ապացուցել այն բոլոր գործողությունները, որոնք որ իրենք անում են, քանզի ես որպես Երևանի ավականու անդամ տասնյակ անգամ նամակներով գրել եմ եւ խնդրել եմ տվեք ինձ գիտական հենը այն ամենի, այն բոլոր գործողությունների, որոնք որ դուք իրականացնում եք եւ մեզ ամեն անգամ ասում են, որ մենք ունենք ժողով, որի կազմում ենք ուրեմն խորհուրդ, որի կազմում ունեն գիտնականներ, որոնք էլ որոշում են ճակատագիրը, բայց գիտնականներ, առանձին գիտնականներ, իրենք իրավունք չունեն Երևան քաղաքի համար որոշում կայացնեն, որի տակ չկա գիտական որևիցե հետազոտություն։ Շինթույլտվությունները շատ են, վերահսկողությունը անորոշ։ Ավականու անդամ Քրիստինա Վարդանյանը նշում է. նույն այս իշխանությունը նախկինում պայքարում էր շինթույլտվությունների տրամադրման դեմ, իսկ վերջին վիճակագրությամբ 2022 թվականից հետո նույն իշխանությունը այնքան շինթույլտվություն է տվել, որքան 2014-ից 2022-ը։ Ցանկացած երևանցի այսօր տեսնում է եւ այդ փոշու ազդեցությունը սեփական օրգանիզմի վրա եւ շրջակա միջավայրում անverջ այդ աղմուկը, շինարարության հետ կապված դիսկոմֆորտը, շինթույլտվությունների ծավալը, որը որ տալիս է Երևանի քաղաքապետարանը, առհասարակ պարզ չի։ Մենք ունենք Հայաստանի Հանրապետության օրենքը նաեւ բանի օթի վերաբերյալ, որտեղ պարզ քայլերը գրված են, ինչ պետք է անել, որ պահպանել, որ կետին էլ նայեք, այդ կետը խախտված է եւ ունենք եւ տեսչական մարմին, որը պետք է վերահսկի այս հարցերը, կա եւ բնապահպանական վարչությունը քաղաքապետարանի կազմում եւ եթե հիշում եք վերջերս բոլոր կառուցապատողները պարտավորանք ստացան, որ պետք է իրենց տարածքում ունենան այդ չափիչ սարքերը, դա նույն բանն է, որ մենք բոլոր երևանցիներին ասենք տանը պարտադիր պետք է զարկերակային ճնշման գործիք ունենաք եւ համարենք, որ զարկերակային ճնշման հարցը Երևան քաղաքում մենք լուծել ենք։
Մեր հարցերին ի պատասխան բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից խնդրեցին դրանք ներկայացնել գրավոր։ Իսկ Երևանի քաղաքապետարանից հայտնեցին, որ տեղյակ են խնդրին եւ արդեն աշխատում են դրա լուծման ուղղությամբ։ Անահիտ Սարգսյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։